Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատավորը որոշել է վերացնել Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցգրավը եւ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Համբարձումյանն ըստ մեղադրանքի 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանից Թովտաշատ գյուղերի Խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի հրապարակ երթ մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույք ոչնչացնելով։ Նա խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն էր։ Հայաստանի քաղաքացիական հասարակության պատասխան այցն Ադրբեջան կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստան այցելած Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ այցը Երևան տեղի է ունեցել դրական եւ կառուցողական մթնոլորտում։ Քննարկման հիմնական թեման Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացն է եղել։ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն թյուրըմբռնում չկա։ Սպուտնիկ Արմենիայի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշել է, որ քննարկումներ են ընթանում, կարևորը պետք է շարժում լինի երկու կողմից։ Ըստ ռուսաստանցի դիվանագետի, երկու երկրների հարաբերությունները չեն հանգում միայն տնտեսությանը, որքան էլ դա կարևոր լինի։ Դրանք ոչ միայն եւ ոչ այնքան միջպետական հարաբերություններն են, որքան ժողովուրդների միջև հարաբերությունները։ Ռուսական ռազմական ինքնաթիռները խախտել են Լիտվայի օդային տարածքը, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն բողոք հայտնելու երկու ռուսական ռազմական ինքնաթիռների երկրի օդային տարածք ներխուժելու համար։ Վիլնյուսը պահանջել է, որ Ռուսաստանն անմիջապես բացատրի օդային սահմանը խախտելու պատճառները եւ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 24-ի գիշերը երկրի 10 շրջանների եւ բռնակցված Ղրիմի երկնքում խոցվել է 139 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչուի հարվածի հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք։ Մարզի նահանգապետը հայտնել է, որ անօդաչուն մխրճվել է 14-րդ հարկի բնակարան, տուժել է 5 մարդ, այդ թվում 1 երեխա։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 24-ից 25-ին 26-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ից 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևանում հոկտեմբերի 24-ի երեկոյան 26-ին սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 20-ից 22, երեկոյան ժամերին 14-ից 16 աստիճան տաքություն։